Արմավիրի մարզի բնակչությանն անհանգստացնող խնդիրների շարքը երկար տարիներ նույնն է։ Խմելու ջրի հիմնախնդրից մինչև թափառող շների, հանրային տրանսպորտի բացակայության հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանն արմավիրում է արմավիրցիների նոր խնդիրներն ամրագրելու, ինչպես նաև մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ նախորդ տարիներին բարձրաձայնված հարցերը քննարկելու, լուծումներին ծանոթանալու համար։ Առաջինը երևի պետք է նշեմ ջրի հետ կապված խնդիրը, խմելու ջրի հետ կապված խնդիրը, որ նախորդ տարիներին բավականին մեծ ծավալով էր բարձրաձայնվում եւ բավականին շատ դիմումներ էինք ստանում աշխատակազմում։ Նախորդ տարի այս առումով ունեցել ենք դրական առումով զարգացում, որովհետև շատ քիչ են եղել աշխատակազմում ստացվող դիմումները այս հարցերի հետ կապված, ինչը վկայում է այն մասին, որ ծրագրային լուծումներ են տրվել, այդ թվում համակարգային լուծումներ են տրվել։ Գյուղական բնակավայրերում եւ քաղաքային բնակավայրերում պետություն, համայնք համաֆինանսավորմամբ վերանորոգվել եւ նոր կառուցվել են ջրագծերը։ Օմբուդսմենի խոսքով հատկապես գյուղական բնակավայրերում ապրողները բազմիցս խնդրել են ուշադրության կենտրոնում պահել միջհամայնքային տրանսպորտի հարցը։ Երբ մենք չենք ունենում նաև լուծված հանրային տրանսպորտի խնդիր, փաստացի ստացվում է մի իրավիճակ, որ օրինակ կարող են լինել բնակավայրեր, որտեղ բավականին հաջողված դպրոցաշինության կամ մանկապարտեզներ կառուցելու ծրագրեր իրականացվեն, մինչդեռ այլ բնակավայրերից բավականին բարդ լինի այնտեղ հասնելը, հենց այն պատճառով, որ օրինակ մարդիկ մեքենա չունեն, հանրային տրանսպորտ չկա, չեն կարողանում դրանից օգտվել, մինչդեռ կարծում եմ, որ այս խնդիրը լուծելու արդյունքում կլուծվեն նաև մնացյալ խնդիրները, հատկապես կրթության իրավունքի երաշխավորման հետ կապված։ Անահիտ Մանասյանը մարզպետի հետ հանդիպման շրջանակում կարևորեց նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը։ Դիմումների տեսանկյունից ճանապարհաշինության առումով, թե զարգացում է եղել եւ թե նաև դիմումների տեսանկյունից է դա ակնհայտ, բայց կան բնակավայրեր, որտեղ դեռ լուծումները սպասվող են, օրինակ հատկապես քանի որ նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսանկյունից եմ ես այսօր շեշտադրված խոսում, կուզենամ խոսել Ֆերիկ համայնքի հետ կապված։ Ես շատ կարևորում եմ, որպեսզի գործընկերները հետևողական լինեն եւ ճանապարհաշինության խնդիրը նաև այդ համայնքի դիտանկյունից լուծվի։ Թափառող շների հարցը կարգավորելու համար Արմավիրի մարզպետարանում համակարգային լուծում են գտել։ Ծրագիրը մեկնարկային փուլում է, նշում է մարզի ղեկավարը։ Այո, այս տարի կունենանք շների կենտրոնը պահպանման, մեծամոր համայնքի հետ հասարակական կազմակերպություն կա, որոնք որ շների պաշտպանությամբ են զբաղվում, իրենք համագործակցություն են ձեռք բերել եւ աշխատանքները տարվում են։ Արմավիրի մարզպետը դժգոհ է Վիոլիա ջուր ընկերության աշխատանքից։ Կոյուղի հետ կապված խնդիրը բարձրացրել եմ անձամբ ես, մարզում լուրջ կարևոր խնդիր է կոյուղին եւ խնդիրը կոյուղների վերանորոգելը չի, կոյուղների սպասարկումն, որ պետքա Վիոլա ընկերությունը անի, չի անում։ Անչափ կարևոր է, որպեսզի հարցը լինի ոչ միայն պետական իրավասու մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում, այլ շատ կարևոր է, որ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, մասնավորապես կարող եմ ենթադրել այս դեպքում Վեոլիա ջուրն է եւ այլն, եւս համագործակցեն իրավասու մարմինների հետ։ ՄԻՊ-ն Արմավիր կատարած այցն ամփոփել է Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում։ Անահիտ Մանասյանը եղել է Զարթոնքի մանկապարտեզում, ինչպես նաև հանդիպել գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ։ ՄԻՊ-ի մարզային հանդիպումները շարունակական են լինելու։ Հասմիկ Ֆարադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։